Պարոն Մարտիրոսյան, իմ առաջարկությունների կարծես թե մեծ մասը ընդունվել է, գոհունակություն, բայց կարծեմ մի առաջարկություն ունեի, հիմա ձեռքից տակ չի կոնկրետ խոսքը վերաբերվում էր կառավարման խորհրդին եւ կառավարման խորհրդի տեսչական մարմնի կառավարման խորհրդի կազմում կամ նույնիսկ կառավարման խորհրդի նախագահը կարծեմ կրթության այսօր կգումասը գործող նախարարն է։ Ես այս հարցը կարծեմ բարձրացրել եմ առաջարկությունների մեջ, որպես շատ լուրջ մտահոգություն, որպես շահերի բախում եւ ի վերջո այս տեսչական հաստատությունը ժամանակին առանձնացվեց ԿԳՄՍ-ից անաչառության, թափանցիկության, անկողմնակալության այդ բոլոր ուրեմն անհանգստություններով։ Տեսչական մարմինը, որը մասնագիտական, որը մի խոսքով հանրակրթության ամբողջ սպեկտրով եւ ոչ միայն ուրեմն գործընթացների, տվյալ ոլորտների օրենսդրության, մասնագիտական կրթության եւ այդ առնչությամբ վերահսկողություն, տեսչական ուրեմն առաքելություն իրականացնում։ Արդյոք ճիշտ եք դիտում, գնահատում են հանգամանքը, որ այն ոլորտը, որի նախարարը այդ ոլորտի նախարարը լինի ձեր կառավարման խորհրդի նախագահ կամ նույնիսկ կառավարման խորհրդի անդամը, այդտեղ շահերի բախում չկա։ Ես ուզում եմ նաև իմ գոլեգաներին այդ հարցը բարձրացնեմ, արդյոք շահերի բախում չեք դիտարկում դա, որ ձեր կառավարման խորհրդում, այսինքն մի կառույցի կառավարման խորհուրդ, որը այդ ոլորտի նկատմամբ տեսչական հսկողություն է իրականացնում, այդ ոլորտի պատասխանատուն լինի այնտեղ։ Այ քիչ առաջ, երբ որ Տիկին Սվաջյանը խնդիր էր բարձրացնում, դուք էլ ասացիք մեծ սպեկտր էինք վերցրել, եւ այդ մարդիկ դուրս, այդ ինստիտուտները դուրս եկան, որ շահերի բախում չլինի եւ նախապես տեղեկացված չլիներու, տեղեկույթ չփոխանցելու եւ այլնի, այս ամբողջ համատեքստում եմ ես սա դիտարկում։ Հիմա դուք այն ոլորտը, որին վերահսկում եք կամ տեսչական վերահսկող եք իրականացնում, նրա նախարարը ձեր կառավարման խորհրդի անդամ է։ Դա շատ լրջագույն շահերի բախում է։ Դա բարձրաձայնում եմ եւ ուզում եմ, որ իմ գոլեգաները քաղաքական մեծամասնությունից նաեւ մտածեն այդ մասին։ Դուք դա ճիշտ դիտարկում եք, ճիշտ գնահատում եք անաչառության, օբյեկտիվության, թափանցիկության, փոխադարձ բալանսավորման եւ վերահսկողության պատասխանեն ձեզ ինչ որ ժամ։ Ինչ։ Ռասպետ մտածեք ոչ թե պատասխանեք, դե ես այսպես իմ տեսակետը ասեմ, ինչ ասեմ։ Այն ինչը որ անում է տեսչական մարմինը եւ այն ինչը որ ուզում է, նախարարությունն այդում նախարարը իրանք նույնն են։ Հետևաբար տեսչականը ոչ թե նախարարի գործունեությունն է կամ նախարարի այս ձևակերպումը ինչի հանեցին, իրան ենթակա որևէ բաժնի կամ վարչության գործունեությունն է վերահսկում, որը կարա շահերի բախում լինի, ինքն էլ որոշի, որ չէ, ենթադրենք իմ այս ինչ մարմինը շատ լավ է աշխատել, պետք չի որևէ, այլ տեսչական մարմինը մեկը ստուգում է այդում ենթադրենք դպրոցները, մանկապարտեզները, որ երկուսի նպատակն է նույնն է, նախարարությունն է, չէ, որոշե չափորոշիչ sense պետք է լինի, տեսչականն էլ իրան աջակցող մարմին է, որը հսկում է արդյոք սակա թե չկա։ Միևնույնն է, շահերի, այդտեղ ճիշտ ասած, որ դուք ասում եք նպատակը նույնն է, ես չեմ կասկածում պոտենցիալ չեմ կարող, տեսականորեն չեմ կասկածում որևէ առանձին վերցած ոլորտների ազնիվ նպատակադրումների մեջ պատասխանեք։ Շնորհակալություն, պատասխանել հետևյալ կերպ, մենք Հայաստանի Հանրապետությունում գործում են 6 տեսչական մարմիններ, բոլորը ունեն կառավարման խորհուրդներ։ Լիազոր նախարարության նախարարը կառավարման խորհրդի նախագահն է։ Կառավարման խորհրդի նախագահն եւ կառավարման խորհուրդը որևէ ազդեցություն չի կարող ունենալ տեսչական վերահսկողության ուղղության կամ դրա արդյունքների վրա։ Կապը չպետք է խզվի։ Գիտեք, որ մինչև 17 թվականի վերջ, 18 թվականի սկիզբ տեսչական մարմինները տեսչությունների տեսքով գործել են նախարարությունների կազմում տարիներ շարունակ։ Ու հենց այդ սկզբունքով նախարարություններից անջատվեն ու իրանք առանձին գործող մարմիններ լինեն, կառուցվեցին ու ստեղծվեցին 6 տեսչական մարմիններ իրենց բազմաթիվ ուղղություններով։ Ըստ այդմ, Տիկին Գալստյան, շահերի բախման տեսանկյունից ես վտանգ չեմ տեսնում, որ շահերի բախումը երկու ասպեկտով կարելի է մեկնաբանել։ Առաջինը միջամտություն, երկրորդը շահագրգռվածություն։ Այստեղ ոչ նա կարող է լինել, ոչ էլ նա կարող է լինել։ Այսինքն հաշվետվությունները ներկայացվում է այո կառավարման խորհրդին եւ կառավարման խորհրդի նախագահան ամենամեծ ցանկության դեպքում չի կարող որևէ ձև միջամտություն ունենալ հետագա կամ արդեն տեղի ունեցած վերահսկողության շրջանակներում։ Սենց պատասխանեմ, շնորհակալություն։
Ավելի արդյունավետ է, որ դու մեջն ես, դու տեսնում ես, այսինքն նկատի ունեմ, եթե ոչ մի կերպ չի կարող ինքը ոչ լիազորություն չունի որևէ կերպ ազդելու այդ գործունեությանը, խորհրդի անդամ։ Իրականության մեջ մոտեցման խնդիր է, կարելի է արդարացնել եւ ասել այնտեղ լինի, որ միանգամից տեղեկանա արդյունքների եւ կարող է լինի իր նախարարության մեջ եւ մի բանով այսպես հպումով այդ տեղեկատվությունը եւ տեսչական արդյունքները, տեսչական հսկողության արդյունքները հասնի։ Դե այնուամենայնիվ, երբ որ ժամանակին շատ լավ գիտեմ այդ պատմությունն այդ ընթացքում եմ շահագրգիռ եղել, ժամանակին, երբ որ նախարարություններից պոկվեցին, առանձնացվեցին, հենց այդ օբյեկտիվության մտահոգությամբ, բայց հիմա մեկ էլ այդ նույն մարդիկ այնտեղ են։ Ես տեսականորեն չեմ կասկածում լավ նպատակներին, կներեք, միգուցե ոչ գրեիք համեմատություն եմ անում, բայց թե իրավապահ համակարգի եւ հանցագործների նպատակները բարեկեցիկ ապրելն են, եւ բարեկեցիկ հասարակությունն են, այստեղ մարդ ոնց է անցալում։ Ուզում ասեմ նպատակների ազնվությանը ես չեմ կասկածի տակ դնում։ Ես ուղղակի ինստիտուտի կայացածության, օբյեկտիվության եւ անաչառության եւ այդ check and balance-ի կոնտեքստում մտածում եմ, որ ինձ համար եւ կարծում շատերի համար անդրամաբանական է, որ վերահսկվող ոլորտի ուրեմն գլխավոր քաղաքականություն իրականացնողը լինի այն մարմնի կառավարման խորհրդի նախագահը, որը վերահսկելու է իր ոլորտում շատ լավ, քանի որ բոլոր տեսչականի համար այդպես է, տենց այս բանը չի կարող տենց գլոբալ հարց եք բարձրացնում, կարելի է քննարկել։ Ես ինձ օրինակ որտեվ հետաքրքիր է, էլի արդյոք կառավարման խորհրդի նախագահի լիազորություն ունի տեսչական որոշումների ղեկավարի աշխատանքից ազատելու կամ ընդունելու։ Այսինքն այնպիսի գործիքակազմ ինձ թվում է դրված, որ ինքը մեկը որպես այսպես ասած իգիտություն է ընդունում իրանց գործունեությունը։ Պարոն Մարտիրոսյանի ասած շահերի բախում ըստ էության երկու բան, կամ տենց միջամտություն կամ շահագրգռվածություն։ Հիմա եթե ամենամեծ ցանկության դեպքում որևէ նախարար ունի որևէ շահագրգռվածություն, բայց որևէ լիազորություն չունի, ձեր ասածով ստացվում է, որ ինքը անգամ խորհրդի անդամ չլինելով, եթե ինքը այնքան կա, որ կարանի ենթադրենք որևէ բան։ Այսինքն տեսչական մարմնի ղեկավարներին նախարարը չի նշանակում հանուն։ Վարչապետն է նշանակում։ Առավել ևս։ Կառավարման խորհրդով անցնում են տեղակալների նշանակման, իսկ կառավարման խորհուրդը բայց էլի միանձնյա չի, չէ, նախագահը չի։ Խորհուրդն է քվեարկում։ Հասկացա։ Շատ լավ։ Ով է ես։ Տիկին Ղազան ավելացնելու բան ունեք։ Հարցի տեսքով չէ, ավելացնելու ոչինչ չունեմ, ուղղակի ուզում եմ ասեմ, որ երկար քննարկման փուլ է անցել այս նախագիծը, լրամշակվել է եւ լիահույս եմ, որ կրթության բնագավառի տեսչական վերահսկողության միջոցառումները ստացված ձեռքբերված տվյալները կօգնեն բարձրացնելու կրթական հաստատությունների որակը եւ վստահ եմ, որ առաջիկա լիագումար նիստում օրենքի ուժ կստանա այս նախագիծը։ Շնորհակալ։ Շնորհակալ եմ, Ղազան։ Հարգելի գործընկերներ, վերջին տարբերակը կա չէ պատրաստ է։ Շատ լավ։ Քվեարկության է դրվում կրթության բնագավառի տեսչական վերահսկողության մասին օրենքը երկրորդ ընթերցման դրական եզրակացություն տալու այն տեսքով, որ վերջնական ներկայացվել է առաջարկներն ընդունված ձևով պատգամավորների, երկու պատգամավորների եւ նաեւ կառավարության կողմից ներկայացված որոշ առաջարկությունների փոփոխված տարբերակով ովքեր են կողմ։ Ձեռնպահ դեմ երկու ձեռնպահ։ Շատ լավ։